Հարգելի պարոն նախարար, նախարարի տեղակալներ, պարոնայք գեներալներ, տիկնայք և պարոնայք սպաներ, կուրսանտներ, ենթասպաներ, շարքային կազմի զինծառայողներ, պաշտպանության նախարարության հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման, ձևավորման 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ նախարար Պապիկյանի գլխավորությամբ այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Ընդ որում ուզում եմ ասել, որ իմ այս շնորհակալության խոսքերը միայն արարողակարգային չեն, չնայած դրանց արարողակարգային իմաստը շատ կարևոր է, բայց տվյալ դեպքում ունի շատ կոնկրետ պատճառ և կապված է մի շատ կոնկրետ իրադարձության հետ, որի մասին հիմա ձեզ կպատմեմ։ Ես երբ պատրաստվում էի գրել բանակի օրվա առիթով իմ ուղերձը, բնականաբար պլանավորում էի, թե ինչ կարող եմ նշել այդ ուղերձում, որպես այս ընթացքում բանակում կատարված փոփոխությունների, կոնկրետ փոփոխությունների և ձեռքբերումների տրամաբանությունը ընդգծելու համար։ Եվ երբ սկսեցի թվարկել, հասկացա, որ ոչ թե ուղերձ, այլ գիրք պետք է գրեմ վերջին տարիներին բանակում տեղի ունեցած փոփոխությունները արձանագրելու համար։ Իմիջիալոց սա ինձ համար ինչ-որ առումով հայտնություն էր, որովհետև ամենօրյա աշխատանքի մեջ մենք չենք էլ նկատում։ Այդպես գալիս է մի տարի, երկու տարի, մի իրադարձություն, երկու իրադարձություն, մի ձեռքբերում, երկու ձեռքբերում, ով է նստում ամեն օր հաշվում, թե այսօր ինչ բան ավելացավ մեր գործողություններին։ Ավելին ասեմ, երբ նախարարը մի շարք հանգամանքների մասին խոսում էր, ես դահլիճում նստածների շատերի ռեակցիայից հասկացա, որ նույնիսկ զինված ուժերում և պաշտպանության նախարարությունում շատ բաների մասին չգիտեն և շատ բաներ նորություն են և դա հասկանալի է, որովհետև ամեն մեկը իր ուղղությամբ է աշխատում, էլ չեմ ասում, շատ բաներ մինչև մի քսորով պահը արվում է խիստ գաղտնիության և կոնսպիրատիվ պայմաններում, բայց ես նաև պատկերացրեցի, թե եթե զինված ուժերում շատ նրբությունների մասին չգիտեմ, ես դա կռահում եմ, էլի եմ ասում, երբ որ նախարարը ինչ-որ բանի մասին խոսում էր, որոշակի մարդկանց դեմքերի, ոչ բոլորի, բայց ես նկատում էի որոշ մասի դեմքի արտահայտության փոփոխությունը։ Պատկերացրեք մեր հանրությունը ինչքան բան չգիտի, բայց ավելին ասեմ, ես մտածում էի, թե ինչ կա, որ եթե ուզենայի, կարող էի գրել ուղերձում, այսինքն կուզենայի, բայց ուղերձի ժանրը ինքը դենք չես կարող շատ երկար գրես, պիտի որոշակի բան լինի, սահմանափակում լինի։ Նախարարը իհարկե դրանց մի մասը թվարկեց։ Օրինակ տեսանելի բաներից մեկը համազգեստի փոփոխությունը, որը սկսված է և որը պետք է շարունակվի, և կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է, ընդ որում դա դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն են, մենք շարունակելու ենք նաև ամենօրյա և տոնական համազգեստներ ենք ունենալու, բոլորովին նոր տրամաբանությամբ և ընդ որում ես հասկանում եմ նաև այն որոշակի նաև պեսիմիզմը կամ հոռետեսությունը, որ երբեմն լինում է համազգեստի հետ կապված, դա նորմալ սովորական պրոցես է և դա ես նմանեցնում եմ մեզ բոլորիս 90-ականների սկզբից հայտնի մի երևույթի հետ, երբ որ մենք դեռ երկար ժամանակ համոզված էինք, որ մեխանիկական փոխանցումով ավտոմեքենան շատ ավելի լավն է, քան թե ավտոմատ փոխանցումով մեքենան, այդ հետո հասկացանք, որ ավտոմատ փոխանցման մեջ մեխանիկական հատված էլ կան, այն չի, որ այդ նախկինի մասին մոռացվել է, և ընդհանրապես մեր ընկալումն են, որ հասկանում եք, կան նրբություններ, որոնք մենք տենց շատ չենք կենտրոնանում, բայց ոնց կարա բանակի կամ ոստիկանության կամ բանակի մասին ասեմ, համազգեստը 15-20 տարի լինի նույնը, ընդհանրապես լինի նույնը։ Ես չեմ ասում, որ անընդհատ պետք է փոխվի, բայց համազգեստը պետք է 5 տարի մեկ, մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի ու տեն շարունակ, որպեսզի ինքը անընդհատ, ինքը մենակ ֆիզիկական մաշվածության խնդիր է, չի, նաև բարոյական մաշվածության խնդիր կա և ընդհանրապես սա համազգեստին չի վերաբերվում։ Սա վերաբերվում է ամեն ինչին, սա վերաբերվում է բոլորին, որովհետև այդ իմացության և փոփոխության գործընթացը շատ կարևոր է, որովհետև մենք կարանք չփոխվենք,
բայց աշխարհն է փոխվում։ Երբ որ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, մենք դուրս ենք մնում աշխարհից եւ դա ցավոք այնա, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել։ Եվ մենք որոշել ենք փոխել այդ գործերակերպը։ Մենք որոշել ենք, որ մենք այո, պիտի փոխվենք, շատ են ասում են, բանին 2011 թվին կամ վարչապետը կամ նախարարը սենց բան է ասել, 2002 թվին էլ սենց բան է ասել, 4-րդ դասանում էլ ուրիշ բան է ասել։ Այսինքն մեր ընկալումն է նա, որ մենք չպիտի նոր գիտելիք եւ իմացություն ձեռք բերենք, եւ երբ որ արձանագրենք, որ ինչ որ բան չենք իմացել, պետք է դա թաքցնենք, ասենք չէ, մեր իմացածը ճշմարտություն է, որ վարչապետը ուրեմն ամեն ինչ գիտի, որ նախարարը ուրեմն ամեն ինչ գիտի, որ գեներալը ուրեմն ամեն ինչ գիտի, որ սպայը ուրեմն ամեն ինչ գիտի, ընդհակառակը այն վարչապետը, այն նախարարը, այն գեներալը, այն սպան, որը համարում է, որ ինքը ամեն ինչ գիտի, հենց այդ պահից ինքը դադարում է լինել պրոֆեսիոնալ, հենց այդ պահից ինքը այլևս չի կարող համապատասխանելի լինել իր ծառայությանը, որովհետև փոփոխվող աշխարհում եւ աշխարհով չէ, միջավայրում փոփոխվել, նույնը վերաբերվում է պետությանը, նույնը վերաբերվում է հանրությանը։ Սա չի նշանակում ինքդ քեզ ժխտել, սա նշանակում է համազգեստի օրինակով մի հատ կոմպոնենտ ավելացնել, մի հատ լրացնել, մի բանով զարգացնել, մի հատ ավելի գեղագիտական ավելի լավ տեսք ունենա, ավելի հարմար լինի, ավելի դիմակայուն լինի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պետքա ընդհանուր առմամբ դառնա այն տրամաբանությունը, որը պետքա գերակա լինի մեր երկրում։ Եվ ես շնորհակալություն եմ հայտնում, որ ես անկեղծ պիտի ասեմ։ Ես առաջին անգամ զգում եմ իրապես, որ մեր բանակում այս տրամադրությունը կա։ Տրամադրությունը ամենակարևորն է։ Ընդ որում պետք չի մենք մեզ մեղադրել։ Մարդը իր երկարամյա ռուտինա ամենօրյա այդ սովորությունները փոխելը ամենադժվար բանն է։ Ամենօրյա ընկալումը փոխելը ամենադժվար բանն է։ Կարելի է օրը 4 անգամ որոշել, տենց պինդ որոշել, ձեռքը խփել սեղանին, բայց մեկը դա շատ դժվար գործողություն է։ Եվ ես ամենակարևոր ձեռքբերումը այսօր բանակի նախարարի գլխավորությամբ համարում եմ դա, որ այս ընկալումը կա, այս մտահորիզոնի անընդհատ ընդլայնելու անհրաժեշտությունը գիտակցված է եւ սա շատ կարևոր ձեռքբերում է։ Բայց հիմա էլի որ խոսեմ այն ամեն ինչի մասին, ինչը ուղերձում չեմ նշել, մտածում եմ այստեղ կնշեմ, ելույթս մի 2 ժամ կտևի։ Դրա համար մի հատվածը այնուամենայնիվ կշրջանցեմ, մանավանդ որ նախարարը խոսեց ռազմարտությունաբերական համալիրի մասին, կրթության ոլորտում։ Մենք ո՞նց ենք պատկերացնում բանակ առանց կրթության։ Մենք ո՞նց ենք պատկերացնում բանակ, երբ որ մի իրավիճակ ենք ունեցել տարիներ, երբ որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմորդների թիվը շարունակաբար տարիներով նվազել է։ Մենք ասել ենք բանակը դա նշանակում է բանակի անկում։ Հաջորդ սերունդը Մոնթե Մելքոնյան վարժանը։ Մենք ո՞նց կարող ենք բանակ ունենալ, եթե ծառայության անբաժանելի մաս չի կրթությունը։ Այսօր մեր բանակում տասնյակ, հարյուրավոր զինծառայողներ լեզուներ են սովորում օտար, որովհետև զինծառայողը այդ թվում մենք պետք է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին էլ հասանելիություն ունենանք։ Եվ այն սպառազինությունը, որ մենք ձեռք ենք բերել, միայն դա օգտագործելու համար լեզուների որոշակի իմացությունը պետք ունենալ։ Ստեղ այդ մեր ընկալումները պետք է փոխվեն, այդ ընկալումների փոփոխությունը, որովհետև հիմա մենք սպառազինություն ենք ձեռք բերել, որը կիրառելու, արդյունավետ կիրառելու համար կրթական որոշակի ցենզ է պետք։ Այդ կրթական ցենզից ներքև գտնվող ոչ մի զինծառայող այդ բանը, դա այդ ժամանակակից սպառազինությունը դա ընդամենը մետաղի ջարդոն է։ Մետաղի ջարդոն եւ ուղղակի հեշտ թիրախ։ Ոչ մի օգուտ չի տալու, ընդամենը զոհերի թիվն է ավելացնելու։ Դրա համար կրթությունը ամենակարևոր բանն է նաեւ այս տրամաբանության մեջ։ Եվ ես նոր որ փոփոխության մասին ասում եի, ես ուզում եմ այդ փոփոխությունը նաեւ այդ տրամաբանությամբ կիսվեմ ձեզ այդ իմ տպավորություններով, որովհետեւ ես ասում եմ այդ ճանապարհը D30-ից մինչև այն ինչ որ մենք հիմա ունենք։ Ընդ որում այդ ընկալում է D30, բայց հասկանում եք, այս ընկալման մեջ անընդհատ ինչ որ սխալ բան կա, բայց մենք հիմա
չենք հրաժարվել D30-ին։ Մեր օրոք, մեր բանակը առաջին անգամ ունի գործարանային արտադրության D30, որը մեզնից առաջ ոչ մեկ չի կրակել։ Նախկինում մեր բանակի պատմության ընթացքում նույնիսկ այդ գովական եւ ամենասիրելի D30-ից մենք մի հատ անգամ չենք ունեցել, ու լավ կարող չենք ունեցել, չէ՞։ Մի հատ չենք ունեցել, որի առաջի կրակողը մենք եղենք։ Ընդհակառակը մենք ունեցել ենք այնպիսի D30-ներ, որի 100%-ով վերջին կրակողն ենք մենք լինելու, որովհետև այդ նի կոնդիցիոնի D30-ի ահռելի, դա չի ահռելի քանակ եղել։ Եվ դուք դա բոլորդ գիտեք։ Եթե դուք չգիտեք, ես գիտեմ դա։ Եվ սա շատ կարևոր է, այս ամեն ինչի մասին ընդունված չի եղել մեր իրականության մեջ խոսել։ Եվ մենք այսօր ոչ միայն խոսում ենք, ասում եմ, այսօր մենք ունենք մեր D30-ից մենք չենք հրաժարվել։ Բայց D30-ը լրացվել է այնպիսի զինատեսակներով, ես հույս ունեմ, ձեզնից շատերը տեսել են, բայց համոզված եմ առաջիկայում կտեսնենք։ Զինծառայության բովանդակության մեջ մենք այսօր սերժանտական համակարգ են ներդրում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ։ Եվ սա շատ երկար եւ մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարեւոր եմ համարում։ Տարածքային պաշտպանության համակարգը մենք բոլորովին ըստ էության 0-ից նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է։ Ես ուզում եմ անդրադառնամ այն փոփոխություններին, որոնք ինձ համար, այսպես ասած, ամենասիրելի փոփոխություններից մեկը մեր բանակում այդ պաշտպան հայրենիաց ծրագիրն է։ Եվ գիտեք ինչի համար։ Որովհետև ես նայում եմ այսօր, գիտեք, որ նաև մեր կրթական համակարգի մասնագիտական կողմնորոշման հատվածի թույլ լինելու բերումով շատ դեպքում մեր շրջանավարտները դպրոցի շփոթվում են ուղղակի կյանքում, չգիտեն ինչ անեն եւ մի հսկայական մասը ուղղակի այդպես էլ կյանքում իրեն չի գտնում։ Պաշտպան հայրենիաց ծրագիրը հոյակապ շանս է մեր երիտասարդության համար, որ իրանք մասնագիտական կողմնորոշում ունենան նաև հոգուտ զինվորական ծառայության։ Որտեղ մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամած մոտեցնենք զինծառայությանը եւ ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր մեր 19 տարեկան զինծառայողը բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրանց տուն 500,000, 600,000 դրամ են տանում եւ մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրանց տանը, իրանց ծնողների հետ։ Այդ մարդիկ մեքենա են առնում, այդ մարդիկ տուն են առնում, այդ մարդիկ ամուսնանում են, հա, այդ մի ժամանակ, պարոն Ասելյան, կհիշեք, այդ ժամանակ խոսակցություններ կար մի ժամանակ, ես այս շենքում լսել եմ, որ ասում էին, բանին, սպաներին աղջիկ չեն տալիս, ամենակարևոր մի քանի պատճառներով, որտեղ սոցիալական անապահովության ռիսկը ամենևին երկրորդական չէ, դրան գումարում էր նաև ծառայության բնույթի ռիսկը եւ սրանով շատ իրավիճակ էր լուծվում։ Եվ սա շատ սիրելի փոփոխություն է ինձ համար եւ ուրախ եմ, որ մենք այս փոփոխությունը արել ենք։ Այսօր ժամկետային զինծառայողը պաշտպան հայրենիացը ճիշտ է պայմանագրային է, բայց համարում եմ ինքը ժամկետային զինծառայողը։ Ժամկետային զինծառայողը իր տուն երբեմն այնքան գումար է մտցնում, կան շատ այդպիսիները համոզված են, որ այդ տունը վերջին 20 տարում, վերջին 30 տարում միանվագ ամիսը 500,000 դրամ չի մտել։ Եվ սա փաստ է, կայացած փաստ է։ Եվ ես նաև սրա համար եմ ուզում ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնեմ։ Այո, կառավարության դերը շատ կարևոր է։ Նախարարի դերը այս դեպքում շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որ հասկանում եք, շատ կարևոր է, որ ներսում կա ընկալում, գործի գիտակցում, թե ինչ ենք անում մենք, ինչի համար ենք անում, սա ամենակարևոր բանն է, որտեղ դուք բոլորդ գիտեք, համակարգային դիմադրությունը ամենադաժան բանն է, որը երբեմն հնարավոր չի լինում հաղթահարել, բայց այն, որ այս ամեն ինչը տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծեմ, սա ձեր բոլորի, մեր բոլորի համատեղ ջանքի արդյունք է, եւ ես ուզում եմ, որ մենք սա գնահատենք, սա շատ կարևոր է, սա շատ բարձր արժեք ունի